նպատակով իրականացվում է այդ շոուն, կարծում եմ, որ սա համակարգային ողբերգություն է, որովհետև Տաթևիկը շատ դիպուկ բան ասաց, այդ հանձնարարականը կատարող մարդկանցից յուրաքանչյուրը պետք է ունենա համարձակություն հետագայում իր երեխաների, իր սերունդների կամ վերջի վերջո հայելու մեջ նայելու համարձակություն պետք է ունենա, որովհետև անկախ նրանից, թե որքան անպարկեշտ ու անբարո է հանձնարարական տվողը, իրականացնողն ու կատարողը ի վերջո դու ես, դու ինքդ ես քո սեփական խղճի առաջ պատասխան տալու երբևէ, եթե ունենաս բնականաբար նման քաջություն։ Այդ գործընթացը կոնկրետ Գագիկ Ծառուկյանին անվանարկելու այսպես նրա հեղինակության հետ այսպես անպարկեշտ գործընթացներ իրականացնելու փորձանող մարդիկ ցավոք սրտի տոտալ անհաջողության բախվեցին այս 2 ամիսների ընթացքում, ինչ պարոն Ծառուկյանը կալանավորված է, որովհետև հանրության համար էլ տեսանելի եւ հստակ հասկանալի է, թե ինչ նպատակով է այս ամեն ինչը արվում։ Նույն Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու գործընթացը, որը արված էր նրան հեղինակազրկելու նպատակով, կոնկրետ այդ նպատակով էր ցուցումը տրված, իր նպատակին չծառայեց, որտեղ ամբողջ հասարակության բանական հատվածը հասկացավ, որ անգամ 10-20 հոգով դժվարությամբ կարողացան Գագիկ Ծառուկյանին գետնել, այն էլ ստորաբար թիկունքից խփելով, ոտքին հարվածելով, կամ նույն Գագիկ Ծառուկյանի նրա ընտանիքի անդամների հետ կապված կեղտոտ, այսպես անձնական կյանքի դաշտ ներխուժելով տեղեկատվության տարածումից հետո բոլորը հասկացան, որ որևէ հիմք, հենք չկա այդ ստահոդ տեղեկությունների տարածման եւ բոլորը հասկացան, թե որքան սնանկ է մեր դատական համակարգը եւ որքան անպարկեշտ, երբ այսպես որպես վերջին գործիք մարդու այդ հաշվեհարդար տեսնելու մտնում են նրա ընտանիք, ներխուժում են նրա այսպես երեխաների անձնական կյանք եւ ստահոդ տեղեկատվություն են տարածում։ Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի այսպես ունեզրկման մեկնարկած գործընթացին, պետք է ասեմ, որ այո, դուք արդարացիորեն նշեցիք, որ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելը այս գործընթացը 21-րդ դարում մեկնարկած այս գործընթացը իրականում խայտառակություն է, որովհետև ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում դասական այդ ձևակերպման շրջանակներում, այո, կոնկրետ հեծի պետականացման գործընթացից հետո իշխանությունները այսպես բավականին մեծ ոգևորությամբ լցվեցին այլ սեփականատերերի, այսպես սեփականությունը կոնկրետ գողանալու գործընթացին, որտեղ այլ կերպ քան գողություն ես այս գործընթացը չեմ կարող անվանել, որովհետև քանի դեռ դատական process-ները ընթանում են եւ ընթացքի մեջ են, կոնկրետ այս սանձազերծված հակաօրինական գործընթացը որևէ այլ բնորոշում եւ ձևակերպում չունի։ Այս օրերին մեր տարբեր մասնագետներ խոսել են նաեւ այդ պետականացման գործընթացի ակնհայտ անօրինական դրսևորումների մասին, բայց կուզենամ մի քանի բանի վրա ուշադրություն հրավիրել, մասնավորապես նույն Արարատցեմենտ գործարանը, որը պետականացվել է արդեն շուրջ 1 ամիս, նախորդին արդեն մասնագետները բարձրաձայնում են, որ նույն ցեմենտի գինը 20%-ով արդեն բարձրացել է։ Երևանի Արարատ կոնյակի գինու ուղու կոմբինատը, որ պետականացվել է, այս պահին մասսայական հաստիկների կրճատում, աշխատակիցների այսպես աշխատանքից ազատման գործընթաց է տեղի ունենում։ Ես չեմ խոսում մուլտիվելնեսի հետ կապված գործընթացի մասին, երբ այսպես բացարձակ ապօրինի գործընթացների շրջանակներում ուղղակի Երևանի քաղաքապետարանը ներխուժել է մուլտիվելնես եւ շահագործում է համալիրը, ուրիշի սեփականությունը եւ իրականացնում է, կրկնում եմ, տարրական գողություն, որովհետեւ իրավունք չունի շահագործել այդ մարզասարքերը, մնացած գույքը, շահույթ ստանալ եւ իրականացնել շահույթ հետապնդող այլ գործունեություն։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունների համար քանդելը, ավիրելը, գողանալը դարձել է այլևս սովորական գործելավոճ, բայց կրկնում եմ, որ մենք ապրում ենք 21-րդ դարում։ Մարդու տնտեսական անձեռնմխելիության իրավունքը որևէ մեկը չի չեղարկել։ Կան տեղական դատական ատյաններ, կան միջազգային դատական ատյաններ։ Այս պահի արդեն իսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2 գանգատ ընդունվել է վարույթ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացների օրինականությունը վիճարկող։ Բոլոր հնարավոր իրավական եղանակներով մենք պայքարելու ենք Գագիկ Ծառուկյանի քաղաքական, տնտեսական, բարոյական իրավունքները վերականգնելու համար։ Եվ փառք Աստծո, այս գործընթացում մենք ունենք ոչ միայն ընդդիմադիր քաղաքական դաշտի մեր գործընկերների լիակատար աջակցությունը, այլ նաև հանրության
Սփյուռքի աննախադեպ մեծ ծավալի հասնող աջակցություն, բարոյական աջակցություն, որը յուրաքանչյուր օր անընդհատ ռեժիմով մենք ստանում ենք։ Ես իհարկե հասկանում եմ, որ այս գործընթացը եւս միգուցե հոգեխանգարմունքի է հասցնում այն մարդկանց, ովքեր հետևողականորեն փորձում են արատավորել Գագիկ Ծառուկյանի բարի անունը, համբավը, եւ այդ իսկ պատճառով շարունակաբար անընդհատ ինչ որ նոր քրեական գործեր, նոր մեղադրանքներ, մտածածին եւ սուտ խորինված այսպես վարույթներ են նախաձեռնվում, բայց ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցելու եւ ժողովրդավարության բաստեոն հռչակված Հայաստանում ցավոք սրտի մարդու իրավունքը եւ մարդու արժանապատվությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ 1 գործոն։ Այն դեպքում, երբ որ մենք պետք է այս մասով ընդհանրապես խնդիր չունենայինք, այժմ ամենօրյա եւ ամենժամյա ռեժիմով իրավաբանները, քաղաքական դաշտի ներկայացուցիչները ստիպված են պայքարել Հայաստանում մարդու արժանապատվության եւ մարդու իրավունքի պահպանման համար։ Սա ողբերգություն է իրականում եւ ես շատ ցավում եմ, որ այս ամբողջ գործընթացը